Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենայի խոսել, հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ եւ ճիշտն ասած մի քիչ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է։ Մենք համոզմունք ունենք, որ հիմա մեզ հարկավոր է, որ հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրել։ Մենք դա գիտենք, մենք դա հասկանում ենք, մենք դա գիտակցում ենք, բայց գիտակցելը մի բան է, իրականացնելը երկրորդ բան է եւ դա անելու համարձակություն ունենալը երրորդ բան է։ Եվ չեմ թաքցնի, այդ թվում վերջերս ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Այսինքն, եթե մենք կարողանանք հասնել այդ կետին, որ ընդունենք հարկային օրենսգիրք եւ արձանագրենք, որ հարկային այս կարգավորումները առաջիկա 10 տարում լինելու են ուժի մեջ եւ հաջորդ 10 տարվա փոփոխությունները քննարկվելու են նախորդող 5 տարվա ընթացքում, սա իհարկե Հայաստանի որպես ներդրումային միջավայր գրավչությունը էականորեն կփոխի։ Բայց ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք, սա մենք չենք արձանագրում որպես պարտավորություն, որովհետև ասում եմ, թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ եւ ուղիղ ասում եմ վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին եւ նաեւ փորձագիտական հանրությանը, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու, տեսնելով թե իրատեսորեն ինչքանով է իրատեսական նման խնդրի լուծմանը, բայց իհարկե գալու է պահը, երբ որ առաջանալու է ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր, եւ մենք լրջորեն դիտարկում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու տարբերակը։